Հարգելի գործընկերներ, քանի որ նիստը շուտով կավարտվի եւ ամենայն հավանականությամբ սա կլինի 8-րդ գումարման ազգային ժողովի վերջին նիստը, ես ուզում եմ իմ եւ նաեւ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին վերջին մի փոքր շտապեցիք, վերջին 5 տարիներին ազգային ժողովի նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար, Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ազգային ժողովի նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ ազգային ժողովում չի, որ նախագահ է եղել, բոլորը տեսել եք, թե ինչ մարդկանց տեղտեղել սուբյեկտների հետ է ստիպված եղել շփվել, այս տարիների ընթացքում Հայաստանը անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջոցով, բայց մենք բոլորս Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ եւ մենք էլ ազգային ժողովում պարոն Սիմոնյանի գլխավորությամբ հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը, խաղաղությանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմը առաջնորդելու համար։ Բայց սա դեռ ամենը չէ, որովհետև պարոն Սիմոնյանը այս ամեն ինչը մենակ չի արել, մեզ լքում է նաև ազգային ժողովի լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Արշակյանին իր պարկեշտության եւ իր քաղաքական սկզբունքայնության համար։ Եվ ուզում եմ արդեն իմ պարոն Սիմոնյանի եւ պարոն Արշակյանի անունից շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, պնդության, հաստատակամության համար եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը կրկին փայլուն կատարեց իր առաքելությունը։ Շնորհակալություն։ Պարոն Արշակյանը եւ ես հուզված ենք եւ ելույթ Պարոն Արշակյանը հանեց, խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, համեցեք պարոն Կոնջորյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, դե արդեն ակնհայտ է, որ սա լինելու է այս գումարման խորհրդարանի վերջին մտքերի փոխանակության առնվազն հատվածի ելույթը եւ նաեւ իմ վերջին ելույթը այս գումարման խորհրդարանում եւ պատահել է ու պատահում է այնպես, որ իմ առաջին ելույթը ազգային ժողովի 8-րդ գումարման եւ իմ վերջին ելույթը ազգային ժողովի 8-րդ գումարման նույն թեմայի մասին եմ։ Իմ առաջին ելույթով ես այս ամբիոնից ներկայացրել եմ ազգային ժողովի նախագահի մեր տեխնացու Ալեն Սիմոնյանին եւ իմ վերջին ելույթով այս ամբիոնից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանին իր կատարած շատ կարևոր եւ վճռական աշխատանքի համար եւ ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ մեր տեխնացուն եւ մեր առաջադրած տեխնացությունը իսկապես հաջողված էր եւ հաջողված էր նաեւ այն փաստի բերումով, որ պարոն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ազգային ժողովի նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորենք եւ շնորհակալություն հայտնենք պարոն Սիմոնյանին այդ աշխատանքի կապակցությամբ, որովհետեւ մենք ես ուզում եմ կարճ հիշեցնել, թե այնուամենայնիվ ինչ դժվարին ճանապարհով ենք անցել։ Մենք ազգային ժողովի 8-րդ գումարումը ձևավորվեց հետպատերազմյան շրջանում, արտահերթ ընտրությունների արդյունքում։ Դրանից հետո մենք ունեցել ենք շատ տուրբուլենտ ժամանակներ, մենք ունեցել ենք 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններ, որոնք որ պարբերաբար զուգորդվել են ներքաղաքական տարատեսակ վայրիվերումներով, մենք ունեցել ենք 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, մենք ունեցել ենք սահմանազատման գործընթացը, մենք ունեցել ենք տարբեր տեսակի այսպես փրկության շարժումներ, որոնք որ փորձել են կասկածի տակ դնել մեր երկրի ինքնիշխանությունը եւ ամրությունը եւ այս գործում բնականաբար ազգային ժողովի եւ ազգային ժողովի նախագահի դերակատարումը անուրանալի է եւ այս բնականաբար ամփոփելով իմ խոսքը
Պիտի իսկապես շնորհակալություն հայտնեմ նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, որովհետև խմբակցությունը եւս իր արժանի տեղում պահել է Հայաստանի Հանրապետության գլխավոր միջնաբերդը եւ պաշտպանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ պետականությունը։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ սիրում եմ բոլորիդ սիրելի ընկերներ։ Շնորհակալություն։